Ողջույն բոլորին, ես Դավիթ Ռակուրսն եմ և դուք դիտում եք Off-Road Armenia-ի հերթական արշավը, բայց այս արշավը լինելու է շատ յուրահատուկ, որովհետև Polaris Armenia-ի հետ համատեղ որոշել են կազմակերպել մեծ արշավ, որտեղ մեծ մասամբ լինելու են բագիներ ու կվադրացիկլներ։ Այժմ զրուցենք Polaris Armenia-ի ներկայացուցիչ Ջոն Ներսիսյանի հետ։ Ջոն ջան, պրիվետ։ Ինչու բագի ու կվադրացիկլ։ Ինչու բագի կվադրացիկլ։ Ասեմ, միտքս այն է եղել, որ այս ամեն ինչը ավելի զարգանա Հայաստանում, բագի կվադրացիկլ, ընդհանրապես էլի արտաճանապարհային մեքենաները, ձյունագնացությունը զարգանա ու լիքը մարդիկ էլ ունեն ոնց որ, բայց չգիտեն որտեղ քշեն, ում հետ քշեն, գալիս են մեքենաների հետ ձանձրանում են։ Դրա համար այս անգամ որոշեցի նենց բան կազմակերպեմ, որ մեքենա չլինի։ Հա, կոմունիկացիայի խնդիր է եղել փաստորեն։ Հա, դե մեքենաների հետ չի լինում արագ տեմպով քշել, էլի, այդ բագի լրիվ էֆեկտը չես կարող ստանալ, ասենց ասեմ։ Իսկ ինչ մարշրուտով են գնալու։ Ասեմ, մարշրուտը լավ ցեխոտ է նախնական տվյալներով, լավ դքեր է, լավ սպուսկեր է, լավ ցեխեր է, ճայիչներ է։ Նախատեսել ենք մոտավորապես ստարտից 3-4 ժամ հետո հասնենք մի սիրուն տեղ, որտեղ որ հաց կուտենք նորմալ, ընդեղից նորից էլի վատ ճանապարհներով կշարունակենք։ Նախատեսել ենք ստարտը լինի գոնե 11-ից 10-15, 10-ին ենք ճիշտ է նախատեսել, բայց ուշանում են, դե հեշտ չի այսքան մարդ մի անգամից։ Դե բնականաբար, հեսա մասշտաբներից էլ կխոսենք, մենք հասնում ենք ինչ-որ լոկացիա, այնտեղ ոնց որ հաց ուտել պրոցեսն է լինում, համարում ենք դա ֆինիշ ու այդտեղից արդեն վերադառնալու
ուրիշ ճանապարհով ավելի էլի բարդ էլի։ Վերադառնալու։ Ըստ քեզ ինչով է տարբերվելու այս արշավը մյուսներից։ Ասեմ, մի քիչ կարելի ասել չէ, աննախադեպ է, որովհետև այսքան բագի ու կվադրացիկլ իրար հետ միասին երբեք չի եղել։ Մենք արի մոտավոր թիվ հաշվենք, ես միջինում հաշվեցի, մեզ մոտ ընդհանուր 30-ից ավել տեխնիկա է։ 30-ից դեռ չեն եկել ճանապարհին են։ Կան որ չեն եկել ճանապարհին են հեսա կհասնեն։ Ու ես ոնց հասկանում եմ, ավելի արագ է լինելու ու ավելի ոնց որ անհարմար վայրերով են գնալու, որովհետև անցանելիությունը շատ ավելի շատ է, քան ամենագնացներին է։ Հա, իհարկե։ Դրա համար ընտրել ենք ամենաբարձ ճանապարհները, քանի որ դե մեքենաները մեր օֆրոդի ժամանակ շարքից շուտ են դուրս գալիս, իսկ բագիները ավելի դիմասկ ունեն։ Դրա համար ընտրել ենք ամենաբարձ ճանապարհները, որ ոնց որ ով էլ իր բագի հնարավորությունը կամ կվադրիկի չգիտի, այդտեղ ստուգի ու հասկանա, էլի։ Այնպես որ եթե ունեք բագի կամ կվադրացիկլ, բայց չգիտեք ում հետ կարելի է քշել, համեցեք Offroad Armenia, նաև Polaris Armenia, փորձում այդ ամեն ինչը Հայաստանում զարգացնել, ստեղծի կոմունիկացիաներ։ Ինչ վատ կողմեր ունեն բագիներն ու կվադրացիկլները, այսինքն ինչերի առաջ մենք կարանք կանգնենք։ Դե ամենակարևորը անվտանգության նորմերը պետք է պահենք, Դավիթ ջան։ Իրար այն որ աբգոն չանենք, կասկեքը տեղը լինի, գոնե կվադրիկ քշողները պարտադիր կասկա պետք է դնեն, որովհետև բագին եթե անվտանգության գոտին գցում ես, կարկասը քեզ պահում է, էլի, աստված չանի շոր գալու դեպքում էլ։ Ես վերջում մի հատ դեպք ունեցանք, մեր արշակը շուռ եկավ, գլխի թարս ու օդում sense նորմալ մնացել էր, էլի, ռեմենները լավ պահում է, բայց կվադրիկները պարտադիր պետքա գոնե չէ, պարտադիր կասկա։ Սաղավարտ ունենա, իշ տուրմանները գոնե ակնոց, հաշվի առնելով որ ցեխոտ վայրում եք, գոնե ակնոց։ Փաստորեն որն է մեսիջը, որ Հայաստանում զարգացնում ենք արտաճանապարհային Դե մեքենաներով մի քիչ արդեն զարգացել է կուլտուրան, ամեն մեկը իր հնարավորության սահմանում մի շոր մեքենա է ընտրել, ձևափոխել է եւ այլ եւ այլ։ Նոր լեվելի ենք անում։ Հա, բայց այս բագին ու կվադրիկը ավելի ոնց որ սպորտին տանենք, էլի, իմ ուզածս հետ է։ Շո, տեսնենք ինչ կստացվի այս արշավից, հիշեցնեմ, որ այս ամեն ինչը նախաձեռնել էր Ջոնը։ Ես ճիշտ է Ջոնին բոլորը գիտեն։ Այս ամեն ինչը իրական շատ դժվար է նախաձեռնելը, որովհետև էլի եմ ասում, մոտ 30 մարդ այսօրով հավաքել, բերել, ստարտը տալ, դա պետք է այդքան մեքենա գտնես, հետո իրանց հարմար լինի։ Տեսնենք այսօր ինչ արշավ կստացվի, ես հուսամ մենք գժոտ կադրեր կունենանք, որովհետև գիտեմ, որ բագիները, կվադրացիկլները սիրում են շուռ գալ։ Այսպես թեթև նանյոց։ Աստված չանի։ Գնացի։ Հաշվարկներով 35-ից ավել տեխնիկա, հեսա շարժվում է, բագիները առանձին խմբով, կվադրացիկլները առանձին խմբով, ասֆալտի ճանապարհով գնալու ենք, հետո բոլորով արդեն դուրս գանք արտաճանապարհային հատվածը, գնալու ենք մոտ 3-ից 4 ժամ, այդպես է նախատեսված, հասնենք այն հատվածը, որտեղ որ լինելու է պրիվալը, ու դրանից հետո ուրիշ ճանապարհով շարունակենք փորձենք դուրս գալ։ Դնում ես ընկեր կաշկանդվում են ախպեր, ասես ինչ-որ բաներ է վրես նայում։ Քանի որ մենք սպորտսմեն ենք, բան ալկոհոլ չենք օգտագործում, լիտ էներգի ունենք լիքը, կազմակերպչի կենացը լիտ էներգիով։
կանչի։ Հիմա եկել ենք մեր բաց դաշտ, բոլոր բագիներ ու կվադրացիկլները իրար կողք կկանգնեն, հաշվենք տեսնենք վերջապես քանի մասնակից կա այսօր։ Ուրեմն այսօրվա արշավը հաստատ լինելու է հետաքրքիր ու էքստրիմով լի, որովհետև նախորդ երկու օրը այստեղ անձրև ա եկել ու հիմա չի զգացվում կադրով, բայց ամբողջ հողը լավ խոնավ է, իսկ այնտեղ որտեղ որ գնում ենք նաև ջրի փոսեր կան, այնց որ հաստատ լինելու են այնպես ցեխոտ վաննաներ։ Դեռ կանգնելու փունում են մեքենաները, այսքան մեքենա կա այս պահին։ Ուրեմն մենք եկանք մեկնարկային կետ, այսինքն բոլոր տեխնիկաները դուրս եկան արտաճանապարհային ճանապարհով եկանք մեկնարկային կետ, որտեղից հիմա նախ կհաշվենք քանի տեխնիկա կա, որտեղ իրականում ոչ ոք չկարողացավ դա հաշվել, անդադ թիվը փոխվում, ավելանում էր։ Հիմա կհաշվենք քանի բագի է այսօր, քանի կվադրացիկլ ու ստարտը կտրվի։ Իրականում նախնական պայմանավորվածությամբ 3-ից 4 ժամ գնալու ենք ինչ-որ տեղ, որտեղ լինելու է պրիվալը, բոլորով միասին հաց ուտենք, ծանոթանանք, որտեղ այստեղ այսօր մասնակիցների զգալի մասը Off-Road Armenia-ի թիմի անդամ չեն եղել, բայց իմացել են, որ սենց միջոցառում կա ու այսօր եկել են։ Հիշեցնեմ, որ այսօր Off-Road Armenia արշավը էքսկլյուզիվ տարբերակով է անցկացվում, որովհետև Polaris Armenia-ի հետ է համատեղ անցկացվում ու մասնակցում են միայն բագիներն ու կվադրացիկլները։ Հիմա նախ կհաշվենք, գեղեցիկ ֆոտո կանենք, վիդեո կանենք ու կտրվի ստարտը։ Հիմա այն Արենը մեզ կանչում է, գնանք տեսնենք ինչ է ասում, չգիտեմ ինչքան կտևի, նախնական տվյալներով 3-ից 4 ժամ, բայց սրանք ավելի ագրեսիվ տեխնիկաներ ունեն, առավելություններ ունեն եւ վտանգավոր կողմեր, այսինքն իրանք ցանկացած տեղ ավելի հեշտ են բարձրանում, քան ամենագնացը, բայց միևնույն ժամանակ իրանք ավելի նուրբ են կառավարման իմաստով, որովհետեւ ցանկացած շարժում կարող է տեխնիկան շուռ տա, մանավանդ խոսքը գնում է կվադրացիկլների մասին։ Հուսանք այսօր այդպիսի բան չի լինի, բայց եթե լինի, մենք դա կֆիքսենք ու կփորձենք հետաքրքիր կոնտենտ ստանալ։ Իմիջայլոց քանի դիրքավորվում են, ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր հովանավորներին, ում շնորհիվ այս կոնտենտը հնարավոր է դառնում։ Շնորհակալություն ենք հայտնում Seal Mazda ընկերությանը, շնորհակալություն ենք հայտնում Polaris Armenia-ին, նաև այսօրվա արշավը կազմակերպելու համար, շնորհակալություն ենք հայտնում ավտո ապակիների աշխարհ խանութ սրահին, շնորհակալություն ենք հայտնում Nakoil ընկերությանը իր մոդուլ ապրանքանիշով եւ շնորհակալություն ենք հայտնում Lead Energy-ին։ Մենք սկսում ենք, իսկ դուք դիտում եք Off-Road Armenia-ի էքսկլյուզիվ, ես կասեի չնախատեսված մասշտաբների, չլսված մասշտաբների յուրահատուկ արշավը, որտեղ այսօր մենակ բագիներ են ու կվադրացիկլներ։ Գնացինք մեզ, լավ օր։ Քանի որ շատ ենք, մենք պետք է մաքսիմալ կազմակերպված լինենք, որտեղ եթե մի հոգի հետ մնաց, մոտավորապես 35-40 տեխնիկա պետք է կանգնի սպասի այդ մի հոգու։ Այս կազմակերպչականը շատ կարևոր է, որպեսզի հաճույք ստանանք արշավից, հակառակ դեպքում ուղղակի լանդրալի կդառնա։ Այս հատվածն հիմա կավարտենք ու կշարժվենք։ Ես իրական դեռ չգիտեմ որ ուղղությամբ ենք գնալու, բայց արդից օգտվելու ուզում եմ մեր Հայաստանից մի հատ սիրուն հատված ցույց տամ։ Այսպես գեղեցիկ թեք ժայռ, որի լանջին գյուղ կա, տեսնենք ինչ է լինելու։ Իրականում ես ինտրիգը պահելու համար հույս ունեմ, որ տենց 1-2 հետաքրքիր վթար կլինի։ Իհարկե դա լավ չի, բայց եթե դա լինի, շատ ավելի շատ բաժանորդներ կունենանք, իսկ եթե դուք չեք բաժանորդագրվել, պարտադիր պետք է վթար լինի, ես չեմ հələ մի րոպե չեմ հասկանում, պարտադիր պետք է վթար լինի։ Հիմա ստոպ տուր, սեղմիր զանգակը, բաժանորդագրվիր մեզ Facebook, YouTube, Instagram ու վայելիր Off-Road Armenia, իսկ այսօրվա արշավը Polaris Armenia-ի հետ համատեղ։
Ոնց ենք։ Շատ ուժ է, ադրենալինը շատ։ Դժգոհում ես։ Ախպեր արագությունները չի հերիքում մախին տվին, խփին ջարտին, բագի։ Ուրա։ Խփով չկա, իրանք են։ Всё, մնում ես դե։ Մնում ես դե։ Կամ է դրակոնն են տալի։ Դրակոնը Yamaha-ի է, չէ՞։ Չէ ախպեր թո այդքան դավջան այսքան չմնան, էլի։ Դուրս քշեք։ Կապորի գնալու են վերևս Ախպեր սպասել։ թաղվելու են։ Թո թաղվեն մինչև կքաշեն այդքանը կսարքի։ Մի նկարի ինձ, ես ներվայնացած եմ։ Ես պարը։ Ինքը կազմված է։ Ինչ եղած։ Ինստան կարան գնենք, հա։ Ես Պոլի բայվը վիդեոյա Պոլի բայվը զարժատ եմ եղել։ Ինչ տիպի ցեխ ուզում ալնի մտնելու եմ մեջը։ Սենց գլխան Это я, Миրանյան։ Ես ճիշտ է որ 5 վայրկյան հետո էլի պետք է մաքրես։ 4։ Մեքենաներից մեկը Այն վերևին, հա։ Տեսնենք ով է, չգիտեմ։ Ուրեմն ակա ծակել հիմա ամեն դեպս առաջից գնացող մեքենաներից մեկը նենց խնդիր ունի։ Բոլորով կանգնել են, գնանք տենանք ինչա պատել, եթե կարանք օգնենք։ Այսա։ Այստեղի անձնակազմը չկա, գնացել այն վերևը օգնելու։ Հələ գնանք տեսնենք ինչա կատարվում։ Հələ ունենք Այսին սիրում վայրեր են, լերն են Ոնց գիտենք ակա պայթել Սա փորձենք օգնենք Ոնց որ դիշովի զաջաշկի, չէ։ Մի հալա դավա խոտ։ Չէ, ապա մի արեք, կալոնք է թողեք հանգի։ Տեսնենք ինչ է եղել Եկել ենք տեսնենք ինչ է եղել Ինչ է եղել, ակնա տրակի Իսկ թվում է այս տղեն ասի։ Հələ մոտենանք վարորդին ճշտենք ինչ է պատահել Հիմա փորձենք պարզել ինչ է եղել մեքենային ու ինչից Մի հատ կասեք ինչ է պատահել Չէ, ես ջղայն եմ։ Ջղայն եք Արագությունը չերիքեց անցան ֆիզիկական ուժին։ Իսկ մեզ ասին ակնա տրակի, բայց sense որ նայում եմ ակի հետ կապ չունի Ինչ խնդիր է եղել Եմ վնաս է, որ չկարողանամ էլ քշել։ Բայց մեկ է, հեսա կապելու ենք ճռիկներով տենանք քշենք։ Դա ձեր ընտրությունն է եղել Ինչ մոդել է, Yamaha Yamaha։ հասկանալ է, Yamaha-ն ինչ է լինում Մենակ էս Մեկ է սինթեզ Բայց ոնց հասկացա նենց լուրջ խնդիր չի, որտեղ վերականգնում են արագ Ռուլավոյ կալոնքեն ջարդվել է, չէ, լուրջ խնդիր չի։ Հա, սարերում միշտ նա շատ ռուլևոր կալոնք են ու Հիմա ճռիկներով կապում ենք, երևի դիմացի աչակը կաշխատի, ձախը չէ։ կարող են սուրբաշ սենց գնա Հա։ Նորմալ։ Կամ մենակ աչք քշենք այս անգամ Բայց կարևորը տրամադրությունը շատ լավ է Թքած թե Հա Ռուլևոր կալոնք Հա, էլի, ես ինչ է ընդամենը Աբրնիկ էլի նկարիք ինձի։ Էս է ավտոմոտոր ջարդիկ ինձ նկարիք, բայ հետո Ինչ մնաց, կիբերտրակ, բանց, այդտենց ինչ կա ջարդենք էս, հա, վառենք։ Կադրեր ենք հավաքում Իսկ ես հիշեցնեմ դուք դիտում եք օֆրոդ Արմենիայի հատուկ թողարկումը, հատուկ արշավ, որտեղ մասնակցում են միայն բագիներն ու կվադրացիկլները Էլե չենք էլ սկսի, արդեն ռուլևոր կալոն կա Ակ Չգիտեմ, ես չգիտեմ, մենք պետք է 2-3 ժամ տևեր, մինչև հասնենք այնտեղ, բայց հաշվի առնելով ինչքան է գրաֆիկից հետ մնացել, ինձ թվում է խոսքը տենց մի 4-5 ժամից մենք նոր կմոտենանք վերջնակետին։ Դեռ այսքանը, ձեզ հետ է Դավիթ ռակուրսը, մենք ձեզ մաղթում ենք լավ դիտում։
Ձեր երկարատեսության գաղտնիքը, ասմապ է դե ես ոչ մեկ են չեմ վիճում, Տեսնում եք ռուլավոյ կալոնկայի, այսպես ասած ղեկային կալոնկան կոտրվել է, ջարդվել է, հիմա տենց տղաները փորձել են ձեռքի տակ եղած նյութերով վերականգնել, տեսնենք ինչքան ժամանակ դա կծառայի մեզ։ Անփորձանք։ Ռուլավոյ կալոնկեն իբր վերականգնեցինք, հիմա գնում ենք Արշավը կարկարոտեղը։ Վերջապես, այսքան մարդեց տեղա սպասում։ Պամատրյոշկա։ Սպասի, Վարդան, սպասի։ Նորմալ է։ Ստրաշնի բան չկա։ Չէ, շողը կանչելով ախպեր, կային չկսա։ Արդ խորնա, մեզ եմ խորնա անդե։ Հա, նատով է։ Կոնտենտ է։ Նորից ընտրիչում ինչա պատահ է։ Հիմա ինչ եղավ։ Լավ, այդ ամեն ինչից բացի վայել ենք տեսարանը։ Հայկո, միացրու գոպրոն։ Կարեն զգելու է, Կարեն։
նագրուսի տակ է։ Պրոստը դզած հետ արի, կալի է ես մտել, ես ակիտ վրա շատ նագրուսկա է։ Արի, հեսա։ Արի, շուրջիկ արի։ Լավա, այդ են, մի թեթևել, արի, լավա։ Լուծը մի քիչ աջ պահած գնաք, որ կալիայի մեջ բրդի Ժնայեց երկու կողմից է սղալում եք, կարող է լրվեք, եթե պոսին ես պալի բոմու Դավայցի, անփորձանք Ես նոր սկսում է, տժծրեք Անտին, Mm-hmm.
Немножко надо. Ох, блин. Чуть-чуть назад, чуть-чуть назад. Еще назад, еще, да? Да. Так, а теперь вперед. Все. Yes! Хорош, хорош, хорош. Ահա մյուսը։ Տիրապետում է տեխնիկային։ Ես ինչ տեխնիկա է։ Մի հրաշք տեխնիկա։ Ահա, անունը։ Կենեմ, այո։ Կենեք։ Դե նստեք առաջացեք։ Շիտ։ Ացեք։ Ոպ։ Էլի լրվեք։ Նախ քեզ են սպասում։ Ինձ։ Ակաղա գերի եմ։ Ես չգիտեմ ինչով է դա պայմանավորված, որ ինձ է սպասում, ոչ բագի ունեմ, ոչ քշ։ Ամ ես, եսի միջը որ Ահա։ Համարը։ Yes! Ուրեմն դրակոնն օգնեց, քարշակեցինք բագիներից մեկը, բայց կան որ հետևից եկող բագին կոտրած ռուլևոյ կալունկա ունի, սպասում ենք դրակոնը բարձրացնի վերև նախորդ բագին, գա այս մեկին նորից քարշակի։ Ընդհանուր առմամբ շատ են խոտանները լինում, ու պետք է հաշվի առնել նաև որ սովորականից մասշտաբն է այսօրվա արշավը ու մի քիչ սպეციფիկ, որովհետև եկել են մարդիկ, ովքեր ունեցել են բագի կամ կվադրացիկլ, բայց որպես այդպեսին գործի միշտ տենց միգուցե չեն օգտագործել ամբողջ ներուժով։ Այսօր համ փորձությունն է իրանց համար, համ տեխնիկաների ու երբեմն պարզվում է, որ կամ տեխնիկան չի համապատասխանում, կամ իրանց փորձն է քիչ, իսկ հաշվի առնելու նաև որ մենք այսօր 35 մասնակից ունենք, բավական դժվար է։ Հələ պատմի ինչ եղավ։ Ճամփին եկավ ասած մի հատ ռեմենը կապի էլի քաշի։ Այս ճամփի կեսը քաշի հանենք ռեմենը սպրտի։ Քաշի գնում է։ Մնացել է ճամփի, ես քաշի, ես մնացի։ Հիմա կտրացա ռեմինը։ Հա, սա թազաումն է, հեսա կփոխենք արա։ Ընկե, սաղը տեկեքստե որը չենք ես կարան, էսի ծան հետ է։
Թեթևա, կարգին տեխնիկա է, թեթև Կորեկցիա կեսում բրտեք Դες ոնց է Գելեք, դավայ։ իրամ կապ Օգնում ենք։ Всё, ստեմ, ինչ ապել։ Սաղաս մի մետր 20 ենքո մերրեմ ես ձեզ։ հայկու քեշիկա Давайте. Թողը դե։ Իջեք օգնեք, գելի դավայ։ Գելեք սաղ, մերրեմ ձեզ։ Պատրաստ, մի րոպե։ 2 1 Դավայ։ Երկու երրորդ չես կարա։ Քելեք իմ լիբյոտկով։ Հա, ոչ չունի։ Պետք է տանի։ Արժետ կնդալու ավտոնը վարի գնացած ասում քելեկեմ լիբյոտկով։ Իմը ռեմենով չի։ Բայց դա պրոբլեմ, իմը կայնաստեղից չի եթում պրոստը, բայց որ եթում ա ուժը եթում ա։ Սկիզբն է դժվար։ Հա, Պետք է մենակ դքից քշենք։ Հոստես ինչ է լավ։ Շաղները։ Շատ լավ, առաջ, Գնա, քել առաջ, Հոպա, Մատի այ մոշերում եք, եկե, կարա հո։ Հետ գնա մի։ Մեկը իշտեմ, սեզ չեմ կարամ, սեզ եմ կարամ։ Ապե քարա տակը պես ապե։ Ուրախած ու։ Աշպած հետ գնա։ Այ, գնա։ Այսքան կարա։ Մատի մոշերի մեջ մնա։ Այ։ Այդը խարշեր կողմենի։ Տար։ Իջել արա որ վարտանը կա, շո, դուք ադամանդ եք, Ես վիրավոր եմ, Առաջի արշավ կտրած ռեմեն քարշակման ընթացքում Որտես բան չլնի, թող ես դրակոնի հետևը դեմ, որ այդ ասում էի սաղ է դրա պատճառովա։ Ապե 10 րոպե կայ։ Ապե մերրա կապտա։ լավ դու։ Ա